Ձեզ եմ ուզում ներկայացնել պայուսակի այս պարզ տարբերակը, որն այս անգամ պատրաստել եմ այս հրաշք գույնով։ Չնայած ես շատ եմ աշխատել բեժ գույնով, բայց այս տարբերակը չունի գունային խաղեր։ Մի փոքր շեղվենք Վալդբերիզյան թեմաներից եւ չմոռանանք, որ ես ունեմ նմանատիպ պատվերներ եւս։ Ես չէի պատկերացնում, որ այս ամենը համատեղելը ինձնից շատ էներգիա կխլի։ Չնայած նաեւ, որ ես ամեն ինչ անում եմ սիրով, քանի որ իմ աշխատանքը դա իմ հոբբին է։ Բայց թե ինչքան ժամանակ եմ ես ծախսում դրանք նկարահանելու, մոնտաժելու եւ ձայնագրելու համար, չեն պատկերացնի շատերը։ Ինչևէ, անպայման ուզում եմ նշել, որ այս պայուսակը հաճախորդուհու պատվերն է։ Հաճախ եմ նկատում, որ հենց այս թեմատիկայով պայուսակները արժանանում են մեծ քննարկման։ Ես կարծում եմ, երբ ունես 100 հազարավոր դիտումներ, ինչու ոչ կարելի է ներկայացնել քո երկիրը թեկուզ նման ձևով։ Մտահղացումը եւս շատ գեղեցիկ եւ սիմվոլիկ է, քանի որ նմանատիպ պայուսակները ոչ միայն ուղղակի պայուսակներ են, այլ նաեւ հրաշալի դեկոր։ Եվ ես միևնույնն է չեմ կարողանում դեռևս հասկանալ այն մարդկանց, ովքեր շարունակ քննադատում են այն թեման, որտեղ ներկայացված է իրենց հայրենիքը։ Ինչևէ, վերջնական ստանում եմ այսպիսի պատկեր, որտեղ կախազարդը պատրաստված է առանձին հաճախորդուհու ցանկությամբ։ Ուզում եմ նաեւ նշել, որ ուսից կախելու շղթայի հետ ես նաեւ տրամադրում եմ նույնը ամբողջությամբ ուլունքներով պատրաստված։ Եվ դա հանդիսանում է ոչ միայն երկրորդ շերտ, այն նաեւ կարող եք օգտագործել որպես գոտի, որպես վզնոց, ինչու ոչ նաեւ որպես թևնոց։ Մի խոսքով այն կարող եք դարձնել ձեր ոճի մի մասը։ Օրինակ, պատվիրելով նաեւ առանձին կախազարդ կարող եք ստանալ նմանատիպ աքսեսուար։ Նաեւ թեք գծված տեսեք ինչքան գեղեցիկ է դիտվում։ Դե ինչ հուսամ հավանեցիք պայուսակը եւ ես անհամբեր կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Ինձ միշտ հետաքրքիր են ձեր կարծիքները։